Գիրք Ելից, գլուխ 3 Աստված Մովսեսին Եգիպտոս է ուղարկում։ Արդ Մովսեսը Մադիամի քրմի իր աներոջ Հոթորի հոտն էր արածեցնում, և հոտը անապատից այն կողմ քշելով Աստծո լեռը Քորեբ հասավ, և Տիրոջ հրեշտակը կրակի բոցով նրան երևաց թփի միջից, և նա նայեց, ահա թուփը կրակով այրվում էր, բայց թուփը չէր սպառվում։ Եվ Մովսեսն ասաց. «Դառնամ տեսնեմ այս մեծ տեսարանը, թե ինչպես է, որ թուփը չի այրվում»։ Եվ երբ Տերը տեսավ, որ նա դարձավ տեսնելու, Աստված թփի միջից կանչեց նրան և ասաց. «Մովսես, Մովսես»։ Եվ նա ասաց. «Այստեղ եմ»։ Եվ ասաց. «Այստեղին մի մոտենա, կոշիկներդ հանիր ոտներիցդ, որովհետև այն տեղը, որի վրա դու կանգնած ես, սուրբ հող է»։ Նաև ասաց. «Ես եմ քո հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»։ Եվ Մովսեսն իր երեսը ծածկեց, որովհետև վախեցավ Աստծուն նայել։ Եվ Տերն ասաց. «Իսկապես տեսա Եգիպտոսում գտնվող իմ ժողովրդի տառապանքը, և վերակացուների պատճառով նրանց բարձրացած աղաղակը լսեցի, որովհետև ես գիտեմ նրանց վշտերը։ Եվ իջա նրանց եգիպտացիների ձեռքից ազատելու, և նրանց այդ երկրից մի լավ ու լայնարձակ երկիր, մի կաթ ու մեղր բխող երկիր բերելու, քանանացիների, քետացիների, ամորացիների, փերեզացիների, խևացիների և հեբուսացիների տեղը։ Եվ ահա հիմա Իսրայելի որդիների աղաղակն ինձ է հասել, ու տեսել եմ այն հարստահարումը, որ եգիպտացիներն են գործադրում նրանց հանդեպ։ Ուստի արի հիմա և քեզ փարավոնի մոտ ուղարկեմ, որպեսզի իմ ժողովրդին Իսրայելի որդիներին Եգիպտոսից դուրս հանես»։ Եվ Մովսեսն ասաց Աստծուն. «Ես ով եմ, որ փարավոնի մոտ գնամ և Իսրայելի որդիներին Եգիպտոսից դուրս բերեմ»։ Եվ ասաց. «Հիրավի ես քեզ հետ կլինեմ, և սա քեզ համար նշան կլինի, որ ես եմ ուղարկել քեզ։ Երբ ժողովրդին Եգիպտոսից հանես, այս լեռան վրա կպաշտեք Աստծուն»։ Եվ Մովսեսն ասաց Աստծուն. «Ահա ես գնում եմ Իսրայելի որդիների մոտ և կասեմ նրանց. ձեր հայրերի Աստվածն ինձ ձեզ մոտ է ուղարկել։ Եվ երբ ինձ ասեն. ի՞նչ է նրա անունը, ես ի՞նչ ասեմ նրանց»։ Եվ Աստված ասաց Մովսեսին. «Ես եմ, որ եմ»։ Եվ ասաց. «Այսպես ասա Իսրայելի որդիներին. ինձ Եսեմն է ուղարկել ձեզ մոտ»։ Նաև Աստված Մովսեսին ասաց. «Այսպես ասա Իսրայելի որդիներին. ձեր հայրերի Տեր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը ինձ ձեզ մոտ ուղարկեց։ Այս է իմ անունը հավիտյան, և այս է իմ հիշատակը սերնդից սերունդ։ Գնա Իսրայելի ծերերին մի տեղ հավաքիր և ասա նրանց. ձեր հայրերի Տեր Աստվածը, Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը երևաց ինձ ասելով. արդարև այցելեցի ձեզ և տեսա Եգիպտոսում ձեր կրածը։ Եվ ասացի. դուրս եմ բերելու ձեզ Եգիպտոսի նեղությունից, դեպի քանանացիների, քետացիների, ամորացիների, փերեզացիների, խևացիների և հեբուսացիների երկիրը, երկիր, որտեղ կաթ ու մեղր է բխում։ Եվ նրանք քո ձայնը կլսեն, և դու ու Իսրայելի ծերերը կմտնեք Եգիպտոսի թագավորի մոտ և նրան կասեք. Եբրայեցիների Տեր Աստվածը մեզ հանդիպեց, և հիմա թույլ տուր 3 օրվա ճանապարհ անցնենք, դեպի անապատը, որ մեր Տեր Աստծուն զոհ մատուցենք։ Եվ ես գիտեմ, որ Եգիպտոսի թագավորը ձեզ թույլ չի տալու, որ գնաք, ոչ այլ միայն հզոր ձեռքով։ Եվ ես իմ ձեռքը կմեկնեմ ու կհարվածեմ Եգիպտոսին իմ բոլոր հրաշքներով, որ կատարելու եմ նրա մեջ, և դրանից հետո նա ձեզ թույլ կտա գնալ։ Եվ այս ժողովրդին շնորհք կտամ եգիպտացիների առաջ, և երբ դուրս գաք, դատարկ չեք դուրս գա։ Այլ ամեն մի կին իր հարևանից կամ իր տանը բնակվողից արծաթյա զարդեր ու ոսկյա զարդեր կխնդրի, և կդնեք ձեր որդիների ու աղջիկների վրա, և կկողոպտեք Եգիպտոսը։